Ողջույն բարեկամներ, գնանք Բաքու, տեսնենք ինչ պահանջներ են ներկայացրել Հայաստանի փորձագետները, ինչպես նրանց այդպես ներկայացնում են Բաքվում, եւ այսպես, ահա այս փորձանքագետները Հաջիևի հետ միասին։ Ես ձեզ հիշեցնեմ, որ Ալիևը ընդամենը 1-2 ամիս առաջ օգոստոսին անվանել էր հայ հասարակությանը հիվանդ հասարակություն։ Այս հայ հասարակությունը հիվանդ է եւ ես սա բացահայտ ասում եմ, ասել էր Ալիևը։ Եվ այսպես ու ինքը երևի ճիշտ էր։ Հիմա ինքը կարող է այս նկարը ցույց տա եւ նախորդ նկարները ցույց տա, ասի, հիշում եք, որ այս օգոստոսի 25-ին, 24-ին կամ էլ ասում էի, որ հայ հասարակությունը հիվանդ է։ Եվ եթե հասարակությունը հիվանդ չլիներ, իմ ասելուց հետո կգայի ինձ մոտ, այս նախիրը կգա, առանց պահանջելու ինձանից ներողություն խնդրել, հա, առանց պահանջելու, որ ես փոխեմ իմ ընդհանրապես ռետորիկան, այս ամբողջ ընթացքում ոչ մի պահանջ չի եղել, ընդունելով որ իրենք հիվանդ են, եկել ասել են ինձ մոտ։ Եվ ամենախայտարակը չի հնչել ոչ մի խոսք, ոչ մի պահանջ, բացառապես հայ գերիների մասին։ Թերևս սա կլիներ միակ թեման, որ ես 5 հոգին, 5 գլուխը, ասենց ասեմ, իրավունք ունենային վերադառնալ Հայաստան։ Թերևս խոսք բարձրացնել, պահանջ դնել, թեկուզ ֆիկտիվ Բաքվում հայ գերիների վերադարձին մասին կլիներ գոնե հետադարձի տոմս իրենց համար դեպի հայրենիք։ Չէ, դեպի հայրենիք չէ, սխալ ասացի, դեպի Հայաստան։ Չի ինչ է ոչ մի բան։ Որը իմ կարծիքով ենթադրում է մենակ մի բան, որ այս մարդիկ Հայաստանում պիտի որտեղ չունենան։ Այսինքն ես sense եմ հասկանում, որ ամեն մարդ, որ սրանց հանդիպում է, գործով շփվում է, իրենց պետք է ասի, որ դուք այն հիվանդ հասարակության ներկայացուցիչն եք, որը Ալիևն ասում էր, եւ դուք տեղ չունեք մեր միջավայրում։ Հա, ժողովուրդ։ Այդ գծերը պետքա քաշվի։ Մենք մեր արտը պետքա մաքրենք, մեր այգին պետքա քախանանենք։ Մեր այգուն փուշը, թույնը, ինչքան կեղտոտ բան կա, նեխած բան կա, պետքա մաքրենք, որ մեր այգին սկսի շնչել, որ իրական մեր այգու տեսքը երևա, ինչ ունենք այդտեղ։ Եթե մենք այս տեսակով չենք անելու, այս գործողությունները չենք անելու, թողելու ենք, որ այս տեսակը բազմանա, իսկ մոլախոտը շատ ավելի արագ է, ագրեսիվ է տարածվում, քան մաքուր ծառն ու ծաղիկը։ Ուրեմն մենք ոչինչ չենք ունենալու։ Հետևաբար, տունը նստել, դրսից օգնություն սպասելու փոխարեն, կամ ներսից օգնություն, կամ չգիտեմ ինչ որ փրկիչի սպասելու փոխարեն, մենք պետք է հասկանանք մի բան։ Դա մեր բոլորի անհատական, մեր բոլորի պարտականությունն է դա անելը։ Երբ որ մենք դա անենք, այն ժամանակ այդ կազմակերպիչ, փրկիչ, առաջնորդ, առաջի դեմք հեղինակությունները միանգամից կերևան, որովհետև արտը կմաքրվի, դաշտը կմաքրվի, կտեսնենք ինչ կա, եւ այդ մարդիկ կերևան այս ամեն ինչի մեջ։ Քանի ամեն ինչ սենց է, հա, վստահ եղեք, այդ մարդիկ գուցե ձեր կողքն են կանգնած։ Գուցե իրանք, չգիտեմ, հերոստատեսությունով ելույթներ ունեն բարբերաբար, դուք իրանք չեք տեսնել, մենք չենք տեսնել, որովհետև չենք ստեղծել այդ դաշտը, այդ տարածքը, որտեղ մաքուր է ամեն ինչ։ Մենք ենք մաքրել, չէ՞։ Այդ մենակ մարդը չի կարող գա, համ դաշտը մաքրի, համ առաջնորդի, համ գաղափարներ տա, չէ։ Գոնե մենք այդ դաշտը պետք է մաքրենք, թե չէ։ Ես կարծում գոնե այդքանը պետք է անենք, եթե ուզում ենք մենք երկիր ունենալ։ Ես սա եմ ուզում ձեր համար ցույց տամ։ Что-то происходит. Много каких-то людей в костюмах и в галстуках. Интересно, кем они работают? Явно не на заводе. А на какие деньги они живут? Неужели это бизнесмены все? Кто эти люди вообще, я не понимаю. Что они делают? Что они делают для людей? Շատ ճիշտ հարցալի։ Ովքեր են այս մարդիկ? Որտեղից են գալի? Հա? Այս ինչ ձև են հագնված, այս ինչ փողեր են, այս ինչ մեքենաներ են։ Մի տեսանք բոլոր բիզնեսմեններ են։ Բարձում է ոչ։
Սրանք այս միջոցառման մասնակիցներն էին 7000 գլուխ հոտ ընդեղ տեղավորված է եւ իրանք իջնում են աստիճաններով մեջտեղ։ Սա 3 ա եղել, 3 չառաջորը։ Ես ան չէի անդրադառնա, եթե որոշակի մանրամասներ չպարզվեր։ Օրինակ այս մասին ընդհանրապես մտադրված չէի խոսալու, եթե օրինակ դրա մասնակից Իվետա Մուկուչյանը չգրեր, որ եկեք չքաղաքականացնենք։ Բայց հաճելի է վարչապետի կողմից ընտրվել որպես միակ արտիստ ելույթ ունենալու համար ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ 7000 քաղաքական գործիչների համար 7000 քաղաքական գործիչ։ Ասում միակն է եղել ընտրվել է Իվետա Մուկուչյանը եւ նա սանով հովարտանում է։ Դե ինչ Ես մեկ անգամ գրել էի գլամուրի մասին, որ գլամուրը հայրենիք չունի։ Նա անբարոյական է իր դատարկության մեջ։ Ոչ թե անձի մակարդակով անբարոյական, չէ։ Իր դատարկության մեջ է ինքը անբարոյական, ինքը բարոյական սկզբունքներ չունի, գլամուր կոչված է, հա։ Նա գաղափարազուրկ է։ Ու միակ բանը որ նա կա, չափանիշն է, դա փողն է։ Ու ինքը ենթարկվում է բացառապես փողին։ Դրանով է ինքը գաղափարազուրկ եւ անբարոյական։ Առավել եւս հայ գլամուր, հայկական գլամուր։ Ինչի որովհետեւ ասեմ ես հիշեցի այս վիդեոն, սա գիտեք ով է։ Սա Պուգաչովան է։ Երկար հարցազրույց էր տվել 3 ժամ 38 րոպե։ 3 ժամ 38 րոպե։ Եվ ես նայեցի, ասեցի, ես հենց առաջին օրն եմ նայել, ամբողջը։ Որտեղ ինքնից հետաքրքիր է։ Եվ ես ասեցի, տեսնենք ինչքան ինքը այս վիդեոն քանի մարդ է նայել։ Եվ ես տեսա այս թիվը 27 միլիոն։ 27 միլիոն մարդ է նայել։ Գիտեք ինչի։ Որովհետև իմ ես ասած բաների մեջ անբարոյական դատած գլամուրի մեջ ինքը չի մտնում։ Ինքը գլամուր չի, ինքը արտիստ է որ։ Իսկ այն հանգամանքը, որ պնդում է Իվետա Մուկուչյանը, որ ինքը երկել է 7000 քաղաքական գործիչի մոտ, ոչ, մի փոքրիկ ուղում պետք է մտցնեմ ստեղ հարգելի Իվետա։ Դուք փաստորեն սպասարկել եք 7000 գլուխ 7000 անգլուխ, որոնց հոտի նման քշել են դալիճ եւ հոտի նման ուղարկեցին տուն։ Եվ վաղը հոտի նման քշելու են այս պատարակին, այն ընտրությանը, եւ չեմ կարծում որևէ արտիստի համար այստեղ հպարտանալու ընդհանրապես թեմա կա։ Այն լուլուին հիշում եք։ Մենք իմանալու։ Փաստորեն դուք ապացուցեցիք, որ դուք երկի մեջ լուլու եք։ Դուք լուլուն եք երկի ասպարեզում։ Ես սա ցավով եմ ասում, ես ընդհանրապես չի անդրադառնա սրան, ինձ այդ համերգը հետաքրքիր չէ։ Բացարձակապես, բայց ձեր հպարտությունը, որ դուք հպարտանում եք դրանով, միակն եք ընտրվել եք ու սպասարկել եք 7000 գլուխ անգլուխների, դա ստիպեց այս մասին խոսալ։ Դա ստիպեց ինձ հիշել այս 7000 գլխի արածը իրանց ների հետ։ Դուք այսօր ներին եք ծառայել, դուք այսօր սպասարկել եք ներին։ Ու ես չեմ կարծում դուք չգիտեիք դուք ուր եք գնում։ Ու ես չեմ կարծում որ դուք չգիտեք այս 7000 ների զավակները 7 տարի ինչ են բերել հայ ժողովրդի գլխին եւ ընդ որում դեռ սա վերջնական պատկերը չի։ Վերջնական պատկերը չի ու իրանք էլ հենց տեղում ասեցին ինչ էր պետքա լինի։ Հա։ Եվ այստեղ հպարտանալ Աստված սիրեք։ Դուք ընդհանրապես դարձաք հերթական մեկը, որովհետև ասեմ դուք առաջինը չեք։ Առաջինը չեք, որ որոշեց ամբողջ սրտով սպասարկել թշնամի համակարգը։ Ձեզանից առաջ են սպասարկել, ձեզանից հետո են սպասարկել, դուք ընդհանրապես դարձաք հերթականը։ Միջդեռ կարող եք չդառնալ։ Ճուտ առաջ են նունեինք, այլով ունեինք ունեինք, Շուշան Պետրոսյանն ունեինք, հասկանում եք, որ դրանք լինելով բավականին տաղանդավոր մարդիկ, իրանք մնացին կուսակցական արտիստների
մակարդակի վրա ու 7 տարի է նա հարցը գիտենք ուր են, ընդհանրապես ով է հիշում իրաց մասին։ Միշտեղ կարող են այդպես ինչ լինել։ Էլի ես պետք կնեմ հայտնի խոսքը, կարծեմ Նապոլեոնն է ասել, որ քաղաք եք գրավում, ձեռ մի տվեք կառապաններին եւ արտիստներին, նրանք սիրով ծառայում են ցանկացած իշխանությանը։ Ցավոք ես էլի գալիս եմ կանգնում եմ նույն կրկնվող ճշմարտության վրա։ Բայց ես պետք է ասեմ, որ սա հակառակ կողմն է լինում, որովհետեւ Փարիզում նմաններին կոչում էին կոլաբորանտներ։ Եվ ավարտից հետո, պատերազմի ավարտից հետո, այդ կոլաբորանտները սկսեցին տարբերվել հասարակության մեջ, տարբերվել, ոչ ինքնակամ։ Նրանց ուղղակի բոլորին կամ մազերն էին ներկել, կամ ճաղատացրել էին կոլաբորանտների, ֆաշիստների։ Իսկ Փաշինյան Նիկոլը նույնիսկ կոլաբորանտ չի։ Փաշիստն Նիկոլ հենց ինքը ֆաշիստ է, հենց ինքը նեռն է, նեռը, որին փաստորեն սպասարկելու մասով դուք ձեզ հպարտ եք զգում, որ նա ձեզ է ընտրել որպես զոհ, որ դուք իրան սպասարկեք։ Բայց ցավոք ես այստեղ ոչ մի բանով չեմ կարող օգնել, դուք ընտրեցիք եւ պետք է ասեմ մեր ժողովուրդը ինչքան էլ որ մեկին սիրում է, նույնքան ինքը սկսում է ատել այդ մարդուն իրեն դավաճաններով համար, որովհետեւ ժողովուրդը դավաճանված է։ Դուք երբևէ զգացել եք ձեր վիճակը ինչ կլինի, եթե դուք լինեք մեծ, ինչպես մեր հայրենիքն է, մեծ տարիքով, եւ դուք զրկվեք ձեր սերունդների աջակցությունից, ասենք ձեր երիտասարդների, ձեր զավակների, թոռների հոգատարությունից ու մերժված զգաք ձեզ։ Այսօր մեր ծեր հայրենիքը մերժված զգաց, դավաճանված զգաց հերթական անգամ։ Բայց մեկի համար սա տրագեդիա է, մտածելու առիթ, մյուսի համար էլ կարևոր չի։ Ինքը վստահ է, որ ինքը չի մեծանալու։ Ինքը վստահ է, որ ինքը ոչ մեկի կարիքը երբեք չի ունենալու։ Չգիտեմ, դա համար եմ ասում գլամուրը ինքը անբարոյական է իր դատարկության մեջ եւ ազգություն չունի։ Ինձ ապացուցեք հակառակը։ Հակառակը կարողացավ ապացուցել Ալլա Պուգաչովան։ Դրա համար էլ իրան 27 միլիոն մարդ է նայ, ոչ թե որ իրան այդքան սիրում են, չէ, սիրողներ կան, որովհետեւ իր խոսքը, կարծիքը կշիռ ունի, որովհետեւ ինքը սպասարկու չի, Արլեկինո չի, Արլեկինո երգել է, բայց Արլեկինո չի։ Հա, կա կլոուն, կա դերասան ծաղրածու, դրանք նույն բաները չեն։ Կա մասնագիտություն, կա կերպար, կա բեմ ու կյանք, դրանք դե պետք է տարբեր լինի։ Տարբեր են, դու կարող ես բեմում լինել ծաղրածու, բայց հետ չի նայվում, երբ որ այդ ամեն ինչը տեղափոխվում է դեպի կյանք։ Ինչ է, անցնենք առաջ։ Հա, Իվետա ջան։ Սա մենք ենք 100 տարի առաջ, ու մեզ այսօր ասում են, պետք է մոռանաք սրա մասին։ Սա ձեր հետ չի եղել։ Ու դուք ոչ թե պետք է մոռանաք, դուք սահմանադրության մակարդակի վրա պետք է մոռանաք։ Ոչ թե մոռանաք, դուք պիտի ուրանաք, որ դուք այս սերունդի զավակներն եք։ Մի փոքրիկ պատմություն պատմեմ, որովհետև դու մնացածից եւ հետո մի քիչ տարբերվում ես քո կարդացած լինելով հանդերձ։ Սա քեզ կհետաքրքիր երևի։ Այս երեխեքից մեկը Դեմիրճյանի մայրն է։ Կարեն Սերոպիչ Դեմիրճյանի մայրն է, որին որդեգրում է այսքան երեխա ունենալով հանդերձ Հովհաննես Թումանյանը։ Եվ Կարեն Դեմիրճյանը մեծանում է այդ մարդկանց մեջ։ Ու այդ մարդկանց մեջ պետքա ծնվեն ապագա բոլոր երաժիշտներ, բանաստեղծներ, դերասաններ, բոլորը։ Դա համար ինքը բոլորին լավ է ճանաչում։ Ինքը գիտեր ինչա նշանակում հայ կրթություն, որբություն, իր մոտ օրինակով լսել է բոլոր պատմությունները։ Ինքը դրա համար գնահատում է դա։ Ինքը չէր հասկանա այսօրվա մարդուն, երբ որ հեշտությամբ կարա նայես նկարին ասի դե լավ է։ Բան է եղել։ Կարա Մասիսին էլ չնայեմ, կարամ ես էլ մոռանամ, ուրանամ, դեռ ինչ չի եղել։ Մերժեմ։ Ոչ մեկ չի ասում, որ մարդ պետքա որբի հոգեբանությամբ ապրի։ Կարա նույն ձևի ծնողին էլ չհիշի, պապուն էլ չհիշի, ոչ մի բան էլ կարող չի հիշի։ Ուղղակի մարդը մյուս կենդանիներից հենց դրանով է տարբերվում։ Պետք չի անընդհատ հետ նայել։ Պետքա հետի դասերով առաջ գնալ։
Արհամարելը քեզ ստիպելու է, որ դու նորից անցնես սրա մեջով։ Էս է խնդիրը։ Որը մեզ պարբերաբար ցիկլով վերում են սրա մեջով անցնելու։ Գիտեք ինչի, որովհետև մեզ ստիպում է մի հատ մոռանալ հետո որ մենք նորից անցնենք, որովհետև եթե մենք սանք հիշեինք, չենք թողի Արցախի կորուստ։ Ես ասացին, բա պրոբլեմ չկա։ Անջատենք, դավաճանենք, հանձնենք, որ փրկենք, որովհետև մեր հայրենիքը, մեր հայրենակիցը ով կա մեր վզին կախված, ու հետո այսօր այդ բառերն ասողին գնալ սպասարկել ու դանով հպարտանալ։ Ես էսի բան եմ ասել։ Չէ, չես ասել։ Որտեղ եմ ասել։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ղարաբաղ ես всегда Ադրբեջան։ Այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Դա 2022 թվականի հոկտեմբերն էր։ Իսկ մեղավորների փնտրտուքը անիմաստ գործ է, անիմաստ գործ։ Եվ եթե մեղավորը կառավարությունը, մեղավորը նաեւ ժողովուրդը, որտեղ այդ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության։ Այս դեմքի քմծիծաղը հենց տեղ է։ Բա, հարգելի վետը։ Բա, հարգելի ժողովուրդ։ Պետք չի մեղավորներ փնտրել, բայց մենք մեղավոր չենք երբ փնտրում, մենք գիտենք ովքեր են։ Եվ ասում եմ, թե դուք գտնում եք, որ ես եմ մեղավոր, այդ դուք եք մեղավոր, որովհետև դուք հպարտանում եք, որ իմ նման վիժվածքից հրավերք եք ստացել դուք։ Դա ձեր համար պատիվ է։ Որովհետև 7000 գլուխ անասունը մի այսենց շլուկով գալիս է կանում այնտեղ, որ բաղը հանկարծ պաշտպանից չզրկվի։ Բայց որ իր ձեռքով մի ամբողջ երկիր են քանդում, թուրքացում, դա իր համար էական չի։ Իր համար կարևորը որ հաջորդ ամիս աշխատավարձը նստի, իր համար կարևորը որ դա թալանի գործերը չբացվի, ինքը կարողանա շարունակի այդ շռնդալից թալանի process-ը։ Դրա համար ասում եմ, ինձ է կարա մեղադրում, դա դուք եք ինձ ընտրել, դուք եք ինձ սպասարկում, եւ բեմում, եւ դալիճում, եւ ստուդիաներում։ Ումից եք ինչ պահանջում, ձեզանից նեղացեք, դուք եք ինձ թողել, դուք եք ինձ ընտրել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարման օրոք Հայաստանի պետական պարտքը գրեթե կրկնապատկվել է, որովհետև զենք են գնել, զենք ենք առել։ Իսկ վարկեր վերցրել են կորոնավիրուսի համավարակին։ Բա զենք ենք առել։ Հիմա որ ոչ կրակեց, ոչ բան։ Զենք ենք առել, բայց մենք ամենաթույլն ենք։ Թույլը մենք չենք կարող դիմադրել ոչ մեկին, մենք զենք ենք առել։ Զենք առել ենք, ոչ կրակենք։ 8 միլիարդ պարկ հավաքել ենք 8 միլիարդ բյուջեից ավելի շատ Հայաստանի բյուջեից ավելի շատ պարկ են ավելացել իբր զենք են առել որը չի կրակում որը որ պետք էլ չի որ մենք չենք առել զենքը որ կրակի այդ զենքը վարակից պաշտպանվելու համար վարկ ենք վերցրել որ երկիրը կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ Անցնող 6 տարիներին Հայաստանի պետական պարտքն աճել է հիմնականում ներքինի, ավելի կոնկրետ գանձապետական պարտատոմսերի թողարկման հաշվին։ Եթե 2017-ի ավարտին Հայաստանի այս գծով պարտքը 606 միլիարդ դրամ էր կազմում, ապա այս տարվա հոկտեմբերի տվյալներով այն 2.7 տրիլիոն դրամի կամ մոտ 7.2 միլիարդ դոլարի է հասել։ Դե ինչի մասն է խոսքը։ 4 անգամ ավելացել է։ 4 անգամ։ Դե մեկի համար կարող ասա իրոք հպարտանելու առիթ է։ Ես ինքս չեմ հավատում հիմա ինչ որ ինքը պետք է անեմ, որ ես սա անում եմ, բայց ես ուզում եմ ոչ թե կրկնել Տիգրան Խզմալյանի խոսքերը, դե լավա ձևակերպել, թող ինքը ասի, էլի։ Պատերազմ Ուկրաինայում դա հերոյ է մեզ չի վերաբերվում։ Իրանում ջրի պակասը աղետ է, Թեհրանն է տարհանվում, բայց մեր ծորակից ջուրը դեռ գալիս է եւ դա մեզ նույնպես չի վերաբերում։ Սակայն կա հարց, սիրելիներս, որը վերաբերվում է ձեզ բոլորիդ։ Դա գույքահարկն է։ Հայաստանում գույքահարկի արկածները շատ հետաքրքիր են։ Գույքահարկը 2021 թվականին կազմում էր 20000։ 22 թվականին այն բարձրացավ եւ կազմեց 24000 դրամ։ 2023 թվականին գույքահարկը բարձրացավ եւս 4000 դրամով 28000, իսկ 24 թվականին միանգամից հասավ 40000 դրամի։ 2025 թվականին հիմա այսինքն գույքահարկը արդեն կազմում է 60000, իսկ 26 թվականին բյուջեում նախատեսված է 80000, այսինքն գույքահարկը 4 տարում ավելացավ 400
տոկոսով 4 անգամ, արդյոք ձեր աշխատավարձը բարձրացավ 400%-ով, արդյոք հարկերը, վարկերը իջան 400%-ով, գները իջան, ոչ։ Փաշինյանի օրոք փոքրանում է միայն Հայաստանի տարածքը, իսկ գները, հարկերը, վարկերը, հիպոթեկան աճում է։ Եթե դուք ուզում եք, որ սա շարունակվի, ընտրեք նրան եւ ամենը կդառնա ել ավելի թանկ։ Ես ասեմ ավելին, ոչ միայն ընտրեք, այլ հպարտացեք, որ ինքն է ձեզ ընտրում։ Սա իրականությունն է։ Ես չեմ վճարել գույքահարկը, ես այսօր եմ ուզում վճարեի, ես իմացա ինչ թիվ է հասել, ես պետք չէ։ Ես էլ կոչ եմ անում ձեզ չվճարել գույքահարկը։ Ուղղակի չվճարել։ Ուղարկել գլողի ծոցը։ Երբ որ կգա նոր իշխանություն, հələ այդ իշխանությունը պարզ կա լինելու մարդկանց գույքահարկ վերադարձնելու, որովհետև 3 անգամ արդեն թանկացած, այսօրվա վիճակով արդեն 3 անգամ է թանկացած։ 3 անգամ։ Որովհետև եթե ես 3 տարի առաջ վճարեցի թանկացած վիճակով 50,000, ես 150,000 վճարեի։ Գիտես եք։ Տան համար։ 3 անգամ։ Ոչ մի բանի դիմաց։ Բացարձակապես։ Ու սա այսօրվա իրականությունն է։ Դե հիմա ես հասկանում եմ, այն որ 7000 գլուխն եկել էին, բայց դրանց հետաքրքիր չի, որովհետև այնքան են քերը այդ 8 միլիարդը, որ մենակ Նիկոլը չի կերել, հետի պարտքն է, բա բյուջեի թալանը։ Դա դրանց էական չի, բայց չէ որ դրանից դուրս կա ապրող հասարակություն, աշխատավարձով ապրող մարդիկ, որոնց վրա ամեն ինչն է թանկացել, ասենք Երևանը Նյու Յորքից թանկ է։ Ես խոսում եմ, չէ՞, իմ ընկերների ծնողի եւ այլն, բարեկամներս հետ գիտեմ։ Երևանը Նյու Յորքից թանկ է։ Ուզում եք էժան ապրեք, արեք։ Ես անկեղծ եմ ասում։ Երևանը չի կարող թանկ լինել Նյու Յորքից, որտեղ աշխատավարձներն ու թոշակները անհամեմատելի են։ Բայց Ամերիկայի բնակիչը դժգոհ է իր կարգավիճակից։ Հետաքրքիր է ինչից պետք է գոհ լինի Երևանում ապրող թոշակառուն կամ բնակիչը։ Գոհ է երևի, որ յան ընտրում է, որովհետև ինքը պետք է իլքի։ Հաց մնացածի վրա է։ Այսօր 7000-րդ բարեկությունն է նշել Եվրոդիտորդները։ 7000-րդ բարեկությունն է։ Սա հիշեցնում եմ նրանց համար, ովքեր միամտաբար կամ հիմարաբար կարծում են, որ Հայաստանի վրա չեն կրակում, որովհետև Փաշինյան Նիկոլը պայմանավորվել է Ալիևի հետ։ Ալիևը թքածուն, Ալիևը մտեց Զանգեզուրով գրավել դուրս եկե դեռ 21 թվականին։ Միակ բանը իրան որ կանգնացնում է սա է։ Սա ոչ թե Փաշինյան Նիկոլը։ Փաշինյան Նիկոլը առանց կրակելու է տալիս։ Մի բան, որ իրանք չեն կարող կանգնեցնել, որովհետև իրաց գործառույթի մեջ չի մտնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահելը։ Բարձա։ Տեսնում են, չի ստացվում կրակելը, ծորաձևը։ Միջանցքատան Հայաստանը տոտալ վերացնելու համար։ Ուղղակի ուզում եմ շատ ֆիքսվեցի բանի վրա, Իվետայի վրա։ Թող Իվետան չնի անուն ուրիշ բան լինի։ Այն գլամուրի վրա, որ մտածում է այմա ծառայելով, հպարտանալով դրա համար։ Ինքը 2 տարի հետո էլ այդ հնարավորությունը ունենալու է։ Չէ։ Դուք Թուրքին պետք չէ։ Բացարձակապես։ Չէ, կարող է ուրիշ բանի համար պետք գաք, բայց ոչ թե դրա համանիքը ձեզ վճարելը, դա լինելու է ձեր պարտականությունը, որտեղ հարճերին չեն վճարում, ստդուկին չեն վճարում, մանավանդ եթե ստդուկ կամ հարճը հայ է։ Ցանկացած մեկը, որ Հայաստանում ապրում է ծառայում է իշխանություններին, այն ելիչերիների հոտից սկսած, այն որ համազգեստ են հագնում, իրենց թվում է ոստիկան են։ Ձեզ բոլորին վերածելու են հարճի, ուղղակի 26 թվականից հետո։ Եթե դուք շարունակելու եք ծառայել, պատրաստ եղեք ծառայել նաև նոր տերերին։ Դրեք, մենք ձեզ չենք կարողանալու փոխենք, ոչ այդ արտիստներին, ոչ այդ տաքսիստներին, ոչ այդ ելիչերիներին, ոչ մեկին մենք չենք կարողանալու փրկենք, եթե դուք չկազմակերպեք ձեր փրկությունը։ Այս ամեն ինչի մեջ գիտեք ամենաշատ ինչն է տուժում, որը բախում եմ չվերականգնվի։ Տեսակի ընկալումը,
ով է ի վերջո հայը։ Այն անասուն անիկնասերը, որ ասում է այո, ես հիվանդ եմ, եկել եմ դուրդ, որ մի հատ էլ քո տան մեջ ինձ ասես։ Թել մարդը, որ տեսնում է, զգում է, ցավ ապրում, այս ամեն ինչը պատրաստ է մերժելու։ Եթե դրանք հաղթեցին, մենք տեսակ ենք կորցնում ուղղակի։ Որտեղ ցեղասպանությունից մենք վերապրեցինք մի բանի շնորհիվ, որ մենք ցեղասպանությունից հետո տեսակը չկորցրեցինք։ Ֆիզիկական մարմինը սպանվեց, այո, բայց տեսակը չկորեց, տեսակը մնաց, եկավ ստեղ ծիլ տվեց, այն գաղութներում ծիլ տվեց, Սփյուռքում ծիլ տվեց, որը տեսակը մնացել է։ Երբ որ մեր տեսակը սպանեն, ի՞նչն է ծիլ տալ։ Դի հրաժեշտ անք ամեն ինչի։ Որտեղ մնալի է սա։ Կան աշխատանքի մեջ որպես լրագրող ինձ բացատրեք ձեր աշխատանքի բովանդակությունը, process-ը, ըստ դրանից հետո ես կանդրադառնամ Անի Գրիգորյանի եւ այլ լրագրողների։ Գևորգյան թողնի։ Լրագրողը լուսաբանում Հասկանու եք, էս է մնալու։ Այս հիմա ես չեմ ուզում իրան լսեմ։ Ինքը ով է իրան լսեմ, կամ դուք իրան լսեք, չէ։ Աստծո սիրո։ Սա է մնալու։ Սա է մնալու, որտեղ իր սերին համաձայն իր համար մեկ է, իր թիկունքում ով է շնչում։ Իր համար մեկ է, իրանով է քշում, իր համար մեկ է ինչ է ուտում ինքը ամեն ինչ արդեն պղծել է։ Այս տեսակն է մնալու, այս տեսակի համար է կոմֆորտ հիմա։ Կոմֆորտ է իրոք, որովհետև իր տեսակը իշխանության մեջ է, ինքը պրոբլեմ չունի, ինքը չի ամաչում։ Հասկանում եք ամենախայտարակությունը որն է մեր այսօրվա հասարակության մեջ իմ գնահատականով, որ այլևս սենց Երևանը ամոթ չի ժողովուրդ։ Հակառակ, ինքը հպարտ է իր ոչնչություն լինելով։ Սա գնում հասնում է Բաքու, սա պարլամենտում է նստած, սա կառավարությունում է նստած, սա խայտարակություն է, ուր է դիմադրությունը։ Ցանկացած հիվանդություն, որ ընկնում է օրգանիզմի մեջ, ջերմություն բարձրանա, մի բան դուրս գա վրան, չէ, ուր է դիմադրությունը։ Առողջ օրգանիզմը դիմադրում է։ Թարախակալում է, ջերմությունա բարձրանում, հազար մի բան ալի, այս օտար օրգանիզմը ընկել է մեր մարմնի մեջ, ուր է դիմադրությունը։ Հիմա կամ մենք օրգանիզմով դիմադրում ենք, սա դուրս է գալիս, պրիշիկի կներեք թարախի ձևով, կամ այդ թարախը հասնելով մեր ոսկորներին քայքայի, մարմինն էլ մահանա, սրանք էլ հետը։ Այս այսօրվա մեր հասարակության ամենամեծ հիվանդությունը ոչ թե որ Ալիևն է ասում, չէ։ Ալիևը փաստն արձանագրում։ Հիմա մենք կարողանալու ենք ապացուցենք, որ մենք այդ հիվանդը չենք։ Որ տակ առողջ շերտ կա։ Ու թքած ունենա ձեր քարոզի վրա։ Մենք մեր տեսակին համաձայն ենք, հավատարիմ ենք։ Մենք մեր անցյալին հավատարիմ ենք, մենք մեր սրբություններին հավատարիմ ենք։ Ես իմ ծնողին հավատարիմ եմ, ես իմ երեխուն հավատարիմ եմ։ Շատ բան է ասել, ես ոգի զարմանում եմ Հայաստանի նման աշխարհիկ միջավայրում ես սրա մասին պետք է խոսամ։ Ես պետք է լինեի վերջի մարդը, որ այս մասին պետք է խոսա։ Դասեն իբր ինչ նորություն ես ասում, ով չգիտե դա։ Ստիպված եմ ես հիմա խոսում այդ մասին։ Որ իշաստեմ, Ժողովուրդ ջան, սա չի մեր տեսակը։ Սա պատահական թարախը բշտիկ է մեր բաշկի վրա բուսնած։ Ոչ ավել։ Հարմացնեմ ձեր հիշողությունը։ Բա։ Ոչ կողքը մարդ կա, ոչ մեկ չկա, ինքը մենակ է։ Ինքը մենակ է, նկարողին հրավիրում է պարկելու։ Վարորդը չի քշում, ոստիկանները չեն կալադորում, հիմա պատկերացնում եք ինչ էին արել։ Հիմա պատկերացնում եք ինչ են արել։ Հիմա նույն բանին, նույն անողին ինքը կասել դու ձեռ ես բարձրացնում պետականության վրա։ Պետականություն չէ որ մի անասունների կներեք բարես համար, էլի մի sense հոտ կա, շերտ կա, որ իշխանությունը նույնականացում է անասունի իր բանի հետ։ Դրանցից մեկը իմջերոց Վլադիմիր Վարդանյանն է։ Իրանց որ ասում է Վալերյանը պետության դեմ ցուսմունք չէր տա։ Սաբեր Կարապետյանին ասում։ Սրանց իբր խելոքը
Այն Վլադիմիր Վարդանյանը մի հատ ձիու դեմքով մի հատ ես զգա են նստած պարլամենտում, ասում է իսկական բادرյալը, իբր բան է, էլի թասիբով տղա է ինքը։ Պետության դեմ դիմում չէր գրի։ Այսինքն ինքը իր ոչնչություն կառավարությանը նույնականացնում է պետության հետ։ Դուք պատկերացնում եք։ Սա է։ Հիմա ուտենց այնքան բան կա անգրագետների շերտը, որ դու չես ոչ ապշում ես այդ մակարդակի վրա, որ դու բացատրես դսի։ Այ ոչնչություն, պետությունը դու դեռ պետության աշխատողն ես։ Դու եթե հանցագործություն ես արել, քո վրա կարա բողոք լինի, իդիոտ, որի համար վճարում է արդեն պետությունը։ Բայց դու պետությունը չես, դու ինչ պետություն արա։ Դու պետության հացը գողացող ես։ Ասալ լսենք մի հատ թարմացնեմ մեր զրույցությունը։ Մերժենք սերտիքի այդա։ Բայց հայտարարեք, ասում եք մերժենք սերտիքի այդարեք, այդարեք աշխարհի խապները։ Աշխարհի մեկը կանալի, այսինքն խապկան։ Բայց այդ խապկան կումն է պետք, ժողովրդին փաստացի խապելով էլի բան է կանելու։ Ժողովրդին ասածա չկա քվեարկի։ Հա։ Այդ ասածա դեսելա քվեարկերը այդ ինչ կարողանում։ Հա, գիտո ջան։ Դու ո՞ր ես ասածն եմ։ Արագ անցի հակառակում եմ, հատ բռած։ Ճանաչեցի կովա։ Այդ Արամուսի չհասած կարտոշկին է, կարտոֆիլը։ Ո՞վ է կարող է։ Որը պարզ ասում ես, ամեն չի կազմակերպված է։ Ինչ մերժին Սերժին, ինչ բան։ Նայեք, սար գծած գնում է երախտին։ Բա գիտեք, այս բնության թյուրիմացությունը, խզբզանքը պատահական հայտնվեց։ ՀՊ-ի ցուցակում։ Դուք գիտեք պատահական է, այս խզբզանքը հայտնվեց, չէ։ Բոլորին դերերը բաժանված է եղել Սերժիկի կողմից։ Սերժիկ, այդ տղա ձեն հանի։ Այդ 7 ժամված բանի հաղորդման մեջ դու սամ պետքա պատասխանեիր։ Ոգե ջահելները չգիտեին քեզ ինչ հարցեր պետքա տային, որ դու խայտարակ չլինեիր։ Նյասայբասին։ Այս մարդիկ նույնիսկ դուրս չեն գալի, որ հանգարց Ադրբեջանի նախագահը իրենց բան չասի։ Մի հատ Ադրբեջան, եթե իրան գնան, այդ դեպքում դատախազը կարող է իրենց բռնի։ Ուրիշ ձև իրենց բռնելու տարբերակ չունի։ Ինչ Արայիկ Հարությունյանին գողանալ։ Դարդանողները թող մտածեն իրանք ում են գողանալու։ Ոչ թե տարածեն մեկ բոլորին վախեցնելու եւ այլնի նկատառումներով։ Մենք էլ կարող ենք լիքը մարդիկ գողանալ։ Արայիկ Հարությունյանին գողանալը, այդ գողանալ տանել իրենց վրա միանշանակ շատ թանկ է նստելու։ Մենք էլ Իլհամ Ալիևին ենք գողանալ։ Այսինքն Հա? Եթե հանկարծ իրան գողանան Արայիկ Հարությունյանին, իրանք էլ Իլհամ Ալիևին են գողանալու։ Հիմա ուզում հարցնեմ, ավանակ։ Երկու տարի անդեղ են, բա երբ ես Ալիևին գողանալու։ Ձեն հանի, դու քո հացը կերա, չէ, բարաշապատում, դու հասկացա, չէ, դու ինչ արժես, այ 1%-անոց ոչնչություն, միլիոններ ծախսես ու 1% հավաքես, քեզ ժողովուրդ ուղղակի գունդ թեց բերնի, այսինց, ճակատդ, սենց, ուղիղ, լաբավոյ, ուղղակի սպասում ենք, բա Ալիևին երբ ես գողանալու, իմ այս տղեկին 2 տարի գողացել են, թե ձեն հանի, այ Նիկոլ երկուս, Ուղացրել են համայնքից եւ վանաձորությունից պետք է հետ վերադարձնել։ Այդ գործընթացը մենք հիմա արդեն իսկ կարելի ասել սկսել ենք։ Ես հնարավոր անելու եմ, որ մեր քաղաքացիներից յուրացված գույքը Այս երկու նույնաբովանդակ հայտարարությունները 6 տարվա տարբերությամբ արել են Լոռու ԿՊ-ական մարզպետները։ Երկու դեպքում էլ խոսում են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարփինյանի կողմից իր պաշտոնավարման տարիներին քաղաքի մանկապարտեզները, մշակույթի կենտրոնները, արտադրական, անգամ պատմական հուշարձան հանդիսացող տարածքներն իր մերձավորների անունով սեփականացնելու տասնյակ դեպքերի մասին։ Հեղափոխությունից հետո Լոռու բոլոր 4 ԿՊ-ական մարզպետների օրոք պարբերաբար հրապարակվել է Դարփինյանների յուրացրած գույքը։ Անցած շաբաթ Լոռու նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանն այդ բավականին երկար ցանկը հրապարակեց խորհրդարանի ամբիոնից։ Եվ այսպես Բաթումի մեկ հասց է, մանկապարտեզի շենք,
Բաթումի 10 մանկապարտեզ, Ազատամարտիկների պուրակ 1 կոտորակ 4 մանկապարտեզ, Զորությունները չարաշահելու կեղծիքի ու ապօրինությունների մեջ։ Մինչդեռ 2 տարի անց պաշտոնից հեռանալիս Անդրեյ Ղուկասյանը միայն արձանագրեց, որ իր բարձրաձայնած ապօրինի գույքի խոստացված հետվերադարձը դանդաղում է։ Այլ տեմպերը բնականաբար գոհացուցիչ չեն, ցանկալի է որ ավելի արագ այդ գործերը քննի։ Բա դες 7 տարի։ Եկնչի փողը տված արդեն ամեն ինչ։ Փողերը ում ինչ պետքա տեղը տրվել է։ Ինչպես Վարդանիկ Ղուկասյանի պարագայում։ Բա 7 տարի ինչի պետքա մնալ այդ ամեն ինչը։ Այս պարագայում ոչ Մամիկոնն է հանցագործ, չնայած ինքը հանցագործություն արել։ Ոչ Վարդան Ղուկասյանն է հանցագործ, չնայած ինքն է հանցագործություն արել։ Այս պարագայում հանցագործները սրանք են, որ խողը վերցել են եւ հանցագործությունը թողել են անպատի։ Բայց սանրոց ինքնասիրություն, արժանապատվություն, կարող են ինչ ուզեն խոսեն։ Սա լեզվին ուղղակի ոսկոր չկա։ Իրանք չգիտեն ինչ է նշանակում արժանապատվություն։ Ես այս գրքի մասին եմ ուզում ձեզ տեղյակ պահել։ Ուրեմն սա Հրաչյա Արզումանյանի նոր աշխատությունն է։ Ազգային անվտանգության տեխնոլոգ, տենց է գիրքը կոչվում։ Խնդրում եմ ես լինքը կդնեմ նկարագրությունների բաժնում, պետքա օգնել այս գիրքը որ բան լինի։ Աշխարհային փոփոխությունների փուլումը։ Այսօր անվտանգությունը չի պայմանավորվում միայն զենքով, այն ձևավորվում է ռազմավարական մտածողությամբ, տեխնոլոգիաների տիրապետմամբ, պաշտպանական արդյունաբերության զարգացմամբ, նորարարություններով, ինչպես նաև արագ համակերպվելու կարողությամբ, սրընթաց փոխվող անվտանգության միջավայրում։ Ինչ կլինի, եթե չվերափոխվենք։ Ինչ կլինի, եթե նորարարություններն անտեսենք։ Ինչ կլինի, եթե ուշանանք։ Ինչ կկորցնենք, եթե չգործենք հիմա։ Ապագան հարցեր չի տալիս, այն պարզապես գալիս է։ Մենք կամ պատրաստվում ենք, կամ ոչ։ Ազգային անվտանգության տեխնոլոգ գիրքը ստեղծվել է որպես գործիք հասկանալու եւ արձագանքելու այն տեխնոլոգիական բեկումներին, որոնք ձևավորում են մեր պետությունը, հասարակությունը եւ ապագան։ Խոսքով, ես լինքը կդնեմ ստեղ, ընդհանուր մնացել է նպատակը 5 միլիոն դրամ հավաքելն է, մնացել է 68 օր եւ 15% արդեն հավաքած է։ Գրքի, եթե մարդիկ կլինեն, որ պատրաստ են նվիրաբերել, խնդրեմ, ես լինքը կդնեմ ներքև, ովքեր պատրաստ են, թող օգտակար լինեն։ Վերադառնանք Երևան։ Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան, ուսնայինք։ Որ շրջաններն են Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ, Նոր Նորք, նույնիսկ Նոր Նորք, որ նորքը միշտ ամենամաքուր տարածքն է եղել։ Արաբկիրը մաքուր տարածքների մեջ եղել, բարձրության վրա է քամիկ է, էլի։ Այն որ Շենգավիթը պետքա լիներ ամենակեղտոտը, դա բնական է, որ Կենտրոնը Շենգավիթը, որտեղ իրանք հոսի մեջ են։ Երևանի դիրքը այդ առումով շատ վատն է։ Քամի չի խաղում, ոտ չի խաղում։ Բայց բարձր տեղերը, Նորքը, Ավանը, Արաբկիրը, այդ խնդիրները չունեն, Դավթաշենը, բայց նույնիսկ կարողացել են սրանք հասնել նրան, որ Արաբկիրն ու Նոր Նորքն էլ բոլոր հնարավոր չափերն անցնի։ Գիտեք ինչի՞, որովհետև նույնիսկ այս պարագայում ու սա առաջի դեպքը չի։ Սրանք անխնա առանց բացատրություն տալու ավիրում են լրիվ առողջ ծառերը։ Դատախազությունն հիմա պետք է կախած լինել արդեն դեռ անցած տարվանից։ Անենց պատահեց, եսեք անենց ստացվել, որ սրանք եկած օրվանից ինչն են ավիրում։ Ամեն ինչ ու դարձնում են երկիրը բնակելու համար անպիտան եւ հարկերի բարձրացնելու ձևով, որովհետեւ այս հարկերի բարձրացումը գիտեք ինչ է նշանակում անընդհատ։ Ինչքան կդիմանաս դու մեզ պետքա փող տաս։ Չես դիմանա, գնա։ Լքի երկիրդ։ Այս ծառերն էլ կկտրենք, ցախը կծախենք, որ դու օթել չունենաս շնչելու։ Դու չի գալի, կեղտոտա քաղաքը։ Հարկերը բարձր է, գնա։ Դուք հասկանում եք, այս ծրագրով
անտանելի պայմաններ ստեղծելու հետևանքով ուզում են դատարկեն ամբողջ պետությունն ու քաղաքը, որովհետև Հայաստան պետությունն է մայրաքաղաքն է, գյուղերում բան չունենք մենք, իրանք հետևողականորեն ստեղծում են անտանելի պայմաններ բոլորի համար, ընդ որում ասեմ, բոլորի, եւ բիզնեսների համար, մանր մունր առանձնապես, եւ թոշակառուների համար, եւ ուսանողների համար, բոլորի համար դա դառնում է անտանելի միջավայր ապրելու։ Ինչի՞։ Որ հեշտ դատարկվի երկիրը։ Սա դիվերսիա է։ Դիվերսիա։ Միջդեռ մարդ կա ուրախան որ սրանց ծառայում է, ու ծառայում է։ Առանց հասկանալու, լավ, ասենք էսի տեսնել հասկանալու համար ընդհանրապես հավի ուղեղից մի քիչ ավելի զարգացած ուղեղա պետք է։ Մի քիչ։ Արա դուք գրել կարդալ գիտեք, դու գնացել եք ասենք դպրոց, չէ՞ առնվազն որ պետական հաստատությունում եք աշխատում, դուք առնվազն ինչ-որ թուղթ եք, չէ՞ գնում։ Արա դուք էս չեք կարողանում հասկանալ ինչ են անում է երկրի հետ։ Թե ձեզ թվում է դուք էս երկրում ասկացած ձեզ չի վերաբերվում, էս օդը դու չեք շնչում, էս հարկերը դուք չեք վճարելու, երկիրը որ թափվեց մարդկանցից, ազատվեց, թուրքը որ եկա մտավ, դուք չեք զրկվելու ձեր ունեցածից։ Ձեր աղջիկ երեխեքին, ծնողներին, քույրերին չեն տանելու սրանք ինչ ուզեն անեն, լավ, ինչքան կարելի է ապուշ շնել, որ այս ամեն ինչը չհասկանալ։ Ես մեղմ եմ, ես չեմ կարող հայերել ուղղակի։ Բայց լավ, ինչ կարելի, ինչ կարգի տխմար է պետք լինել, այս ամեն ինչը չհասկանալու։ Ukraine's new corruption scandal could bring down Zelensky for good. $100 million has flooded to Israel from Ukraine and Zelensky's business partner, who Միխոսկով։ Արդեն ամերիկյան ամուլն է լծված, որ $100 միլիոն Զելենսկու պարտներների միջոցով գնացել է Իսրայել, ու 4 մեղադալից մեկը փախել է հենց Իսրայել։ Հետաքրքիր է, չէ՞, Իսրայելը բոլոր տեղերում կա։ Ինքը ներկա է ամեն ինչում, որովհետև փաստացի ի սկզբանե է ինքը կանգնած եղել այս ամեն ինչի գլխին։ Թե չէ պատահական $100 միլիոնը գնալ Իսրայել, ու այդ մեղադրվողներ փախնել Իսրայել, ոնց։ left behind golden toilets and $1 billion mansion. The man to the right is Zelensky's business partner, and he's in Israel right now with $100 million of funds from the Ukrainian government that Zelensky gave him. As his partner owned a state-owned nuclear power company that Zelensky gave every government contract to. Որովհետև Զելենսկին բոլոր պետական կոնտրակտներ տվել է իրան գերոջը։ As the debt piled up, Zelensky gave him the money and he fled. And now, coincidentally, a few months after Zelensky dismantled 2 of the anti-corruption agencies in his government and being tipped off about the investigation coming, everyone involved has fled to Israel and all of the money with it, leaving. Ինչու Իսրայել, որովհետև նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է, նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում կատարել է ծայրահեղ, ծայրագույն ծանրությամբ հանցագործությունը, դրանք անհատական ինքնաթիռներով վերցում են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, տանում են Իսրայել ու վերջ։ Իսրայելը չի անցնում։ Իսրայելը Ամերիկայի լավագույն դաշնակիցը, որ միլիարդներով կտրում է տարեկան, ոչ մի հանցագործի չի հանձնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ոչ դու կարող ես ինչ ուզում ես անել աշխարհով մեկ, դու հասար Իսրայել, դու ապահով ես, Իսրայելը քեզ ոչ մեկին չի տալիս։ Իրեք ինչի։ Ինքն է կանած այդ հանցագործությունների գլխին։ Սա նայեք, սա արդեն Ուկրաինան է։ Զելենսկի կրիմինալ արդեն սկսում է բողոքի ցույցերը։ Ուկրաինայի փրկությունը իմ համար կարևոր է։ Ես ուզում եմ Ուկրաինան փրկել։ Փրկվելու մի տարբերակ կա։ Ու մենակ մի տարբերակ։ Դա հերթական Մայդանն է, որի արդյունքում պետք է վռնդվի Զելենսկին իշխանությունից, որ նա չկարողանա այդ կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել, որովհետև այդ կապիտուլյացիայի պայմանագիրը ոչ միայն Ուկրաինայի վերացումն է,
այլ ամենակարևորը Ռուսաստանի հզորացումն է, Ռուսաստանի հաղթանակն է, որի արդյունքում ես չգիտեմ արդեն ինչ սպասել, Հայաստանի գլխին ինչ կարա գա դրա հետևանքով։ Ու պատկերացրեք, եթե իրոք հաջողվի Ռուսաստանին էս ֆանտաստիկ վիճակից դուրս գալ, այս օպերացիան իրականացնել, որովհետև ինչ եղավ իրականում։ Երբ որ Թրամփը իրան առաջարկեց նույն բանը 6 ամիս առաջ, սա հրաժարվեց, ասեցին մի վրազի։ Մենք գիտենք իր հանցագործությունները, բեր, պարտադիր այդ կոմիսիան թող աշխատի, թող կոմիսիան այդ քրեական գործերը հանի, դնենք իր դեմը, թող ինքը այդ նվերը տա մեզ, ոչ թե մենք խլենք, թող այս ժողովուրդը իր դեմ ապստամբի, ոչ թե մեր։ Ֆանտաստիկ գծված ծրագիր է։ Եթե հիմա ժողովուրդը չապստամբի սրա դեմ, Զելենսկու դեմ, ինչպես ես միշտ ասել եմ, Զելենսկու պետքա կախի ուկրաինացի ժողովուրդը։ Ես 2 տարի կրկնում եմ, որտեղ այս ավերածությունների մեծ մասը ինձ իր պատճառում է։ Եթե հիմա ժողովուրդը չկարողանա դա անի, ահա որ լինի։ Ահա եւ Ուկրաինայի համար, եւ մեր համար, եւ աշխարհի, եւ վերջո։ Մյուս հայտարարությունը Breaking tonight, just moments ago actually, a federal appeals court ruled most of President Trump's tariffs are illegal. The court is saying the president exceeded his authority in imposing those levies. There's a catch, though, in this ruling. Correspondent David Spunt has details tonight, breaking just minutes. Դատարանը Թրամփի բոլոր տարիֆները մեծ մասը 90% ավել ճանաչել է անօրինական, ոչ միայն անօրինական, ընդգծել է, որ Թրամփը չարաշահել է իր հնարավորությունները, այսինքն իր իրավունքները ինքը ճանաչվել է մեղավոր։ Եվ այդ տաքսերը, այդ տարիֆները չեղան պետք է համարվի։ Այս էլ հերթական դատն է, որտեղ սա առաջի դեպքը չի։ Հիմա ինչի են արագացնում Ուկրաինայի, Հայաստանի, այդ Միջանցքի բացումը, ինչի է այս ամեն ինչը բանը խառնաշփոթը, որովհետև 26-ը մինչև 26 նոյեմբեր ուղիղ էս 12 ամիսը, սա այն ժամանակն է, երբ որ պետք է բոլոր հարցերը հասցվեն լուծվել։ Եվ Հայաստանում ընտրությունները, եւ Թրամփի ընտրությունը, որտեղ Թրամփը 26-ին ոչ մի ձայն հանրապետականը չի ստանալու։ Թրամփը իր իշխանությունը իրական կորցնելու է 26-ին։ Կարող է ինքը մնա ձևի համար նախագահ, բայց ինքը իշխանությունն է կորցնելու։ Այսինքն սենատը, ներկայացուցիչների պալատը թռնում է, կոնգրեսը թռնելու է իր ձեռքից։ Իր իշխանությունը եւ հդեաների իշխանությունը տապալվելու է։ Այս 12 ամիսն է, որ վճռական է լինելու ոչ միայն Հայաստանի համար, ոչ միայն Ուկրաինայի համար, չնայած Ուկրաինայի համար կարծում եմ հենց հիմա է վճռական։ Եթե կարողանան ձերբազատվել Զելենսկուց, իսկ Զելենսկի մի քիչ մարդ լինի, մի քիչ, նա պիտի չսպասի, որ իրան գնդակարեն Ուկրաինան, ինքը պետք է հրաժարական տա։ Ինքը պետք է չսպասի, որ թողեն Մայդանին հասնի, ինքը պետք է հրաժարական տա։ Կամ ասեն ապստամբում է ժողովուրդս, ես հրաժարական եմ տանում։ Որ իրանց ներկայացած քրեական գործերը բան չունենա։ Խոսքով այս 12 ամիսն է ամենավճռականը։ Սրանք կորցնում են բոլոր տեսակի կանտրոլները, ասում սրանք, ես նկատում Իսրայելը, բոլոր գործողությունները կառավարվում է, հաստացի եմ ասում։ Այն ինչ միշտականներից ասել եմ, ես այդ կան նշանակություն չեմ տվել, որովհետև փաստ չեմ ունեցել դրա ପାଇଁ։ Ես հիմա փաստերով եմ ասում, բոլոր գործողությունները եւ տարիֆների, եւ պատերազմների, եւ այս հանցագործությունների, եւ ամեն ինչ կառավարվում է Իսրայելի կողմից։ Մնաց իրանց 12 ամիս։ Եթե իհարկե միջև այս ընթացքում մի, չգիտեմ, Թրամփին չհասնեն իմպիչմենտի, որովհետև հանրապետականների ամենայարի հանրապետականը ամենա, հրաժարական անդրադառ եւ հունվարից ինքը դադարում է լինել կուսակցության անդամ եւ սենատի անդամ։ Թե դրանից հետո ինչ անելու Marjorie Taylor Greene անով կինա, որ ամենայարկի, ամենախիստ թրամփականներ։ Ինքը դարձել է հակաթրամփական։ Թրամփը իրեն ասում է դավաճան, ինքը Թրամփին ասում դավաճան, Թրամփը իրեն ասում դավաճան։ Նետանյահուի հարցերն էլ լուրջ, որովհետև մարդիկ ուղիղ հարցանում են
ընտանիքները Իսրայելում ուղիղ ինչա եղել հոկտեմբերի 7-ին հազարավոր իսրայելցիներ հարց են տալի դա որովհետև դե ես ասել եմ միշտ 2 տարի առաջ հստակ եմ եղել որ սա կազմակերպված է եղել հենց Իսրայելի կողմից հիմա արդեն հազարավոր իսրայելի ընտանիքներ որոնք զավակներ են կորցրել եւ պատանդի տեսքով եւ պատերազմների արդյունքում եւ Իրանի հրթիռակոծության արդյունքում իրանք հարցնում են ինչ էր հոկտեմբերի 7-ը եւ Նետանյահուն պատասխան չունի ինչ էր 7-ը իսկն եւ Ամերիկայում են կորցնում եւ Իսրայելի ներսում են կորցնելու ու ես հույս ունեմ որ մենք կարողանանք դրկենք Զանգեզուրի հիմնական ճնշող գործիքը դա իսրայելական լոբին է Ամերիկայի միջոցով որ կառավարում է այս հարցը դա Ադրբեջանը չի, դա Թուրքիան չի, դա նույնիսկ Ռուսաստանը չի։ Իրանք միշտ են եղել, բայց վերջնական այս ամենին համաձայնություն տվողը դա ամերիկան-իսրայելական լոբինն է եւ այդ քաղաքականությունն է, որ ստիպում է այս ամենին իրականանալ։ Եթե սա կոտրվի ինձ, մենք կարող ենք փրկենք Զանգեզուր։ Դրա համար եմ ես այսքան կարևորություն տալիս այս ամենին։ Ոչ թե ես սիրում եմ կամ չեմ սիրում դրաների։ Չէ, փաստացի մեր շահերը էլի ինչպես միշտ հակառակ կողմը։ Եվ այսօր էլի ռմբակոծել են Գազայի տարածքը։ 24 հոգի սպանել են, 54 հոգի, ռմբակոծում են բնակելի տները։ Սա այն երկիրն է, որը կարողանում է պատոհանից հրթիռ մտցնել։ Այսինքն սրանց ռմբակոծումը շենքերին պատահականության արդյունք չի։ Սա դիտավորություն է։ Ու հիմա, եթե միջև, տեսեք, ուրեմն կար հոկտեմբերի 7, երբ որ այս ամեն ինչ եղավ, աշխարհը միանգամից սկսեց աջակցել Իսրայելին։ Անցավ մի տարի։ Սկսեցին ձայնագրություններ դուրս գալ, որ դա ցեղասպանություն է։ Մի քիչ ցնցեց աշխարհը, բայց այդպես դատապարտում էլի չկար։ Այս վերջի արդեն բանից մայիս արդեն սկսած ու առավել եւս Իրանի հարձակումից հետո աշխարհը ընդհանրապես շուռ եկավ Իսրայելի դեմ։ Եվ Իսրայելը կարողանում են ասել, չէ, մենք բան ունենք այնտեղ, պատանդներ ունենք, մենք դրա համար ենք պատերազմանում։ Հիմա պատանդ չունեն, պատանդները վերադարձված են։ Այս նոր պատերազմը արդեն շարունակել ռմբակոծել, ընդհանրապես պայթեցել է մեդիա դաշտը։ Մեդիա դաշտը ինչով է պայթեցել, որ արդեն այն ինչ որ կար, փաստորեն, դա պատահականություն չէ, դա դիտավորություն է եղել։ Միջև հիմա էլ ինչ որ եղել է դիտավորություն է եղել եւ արդեն հետ են գնացել հասել են միջև երկրորդ համաշխարհային պատերազմի արխիվներ ոնց է եղել որ Իսրայելը 34 թվականից ունեցել է Հիտլերի հետ պայմանավորվածություն որտեղ ըստ այդ պայմանավորվածության հրեաները կարող էին ազատ արտագաղթել դեպի Պաղեստին անենց բաները արդեն դուրս գալիս էր ջրերես որ հեսա շուտով կտեսնենք թե ինչպես են հրեաները կազմակերպել իրենց ցեղասպանությունը ես դա էլ կարող եմ ասել այս ամեն ինչը ասեն ձնագնդիկի նման շուրակել իր դեմ Նետանյահուն կանգնելու ոչ մի տարբերակ չունի ինքը շարունակելու է որովհետև կանգնելը դա իր վերջն է կանգնելը դատելու են իրեն գնդակարել նոյեմբերի 7-ը կազմակերպելու համար միջազգային դատարանը իրան դատելու է այս ցեղասպանությունների համար ռազմական նախարարի հետ հասկանում եք այս տեղ չունի այս համակարգը քանդվելու է ու իրան գնդակարելու են հրեաները ոչ թե ուզում են չէ ինքը ամենաշատ որ Իսրայելը վնաս է տվել սիոնիստները վնասել են դա վնասել են ոչ միայն աշխարհին այլ այն հրեաներին որոնք համաշխարհային արժեքների կրող են իսկ նրանք շատ են շատ մի մտածեք որ բոլորը հրեշ են չէ ես իրենց հետ աշխատում ես իրենց շփում շատ են իրենց մեջ իրոք արժեքավոր մարդիկ արվեստ գնահատող մարդիկ արվեստ հովանավորող մարդիկ ու ամենաշատ դրանք վնաս տվեցին հենց իրենց որոնց ձեռքով է իրենց կախարան են անում հիմա վերադառնանք ինքներս մեզ Here's a real question I have, and it's get me in trouble, not to relate to anybody but Bibi Netanyahu. If the Mossad had the plans for the October 7th attack a year before it occurred,
Why were you not prepared? Why did you Հիմա բացահայտել են, որ Մոսադը ունեցել է ինֆորմացիա 1 տարի առաջ դեռ որ հոկտեմբերի 7-ին հարձակվել են հարց արդեն դա էլ է բացահայտվել տեսեք ես կանխատեսում եմ որ իրանք են կազմակերպել բայց իրանք բացահայտվել է որ 1 տարի առաջ արդեն էսի պարզ է եղել 1 տարի առաջ որ դա լինելու է ինչի իրանք սա չեն կանխել որովհետև սա պետք է լիներ առիթ որ մաքրեին գազան ոնց էր իրանք ցեղասպանեցին Արցախի բնակչությանը էթնիկ զտեցին Ժողովուրդ այս զուգահեռները ուղիղ մեկը մեկին է նույն սցենարն է նույն իրականացնողներն են նույն մեխանիզմներն են նույն զենքը նույնիսկ նույն մարդիկ նույն դերակատարները հիմա արդեն կարող ենք վերադառնալ Հայաստան Վարչապետն ասում է 23% աղքատություն կա ով ասեց իսկ ինչի 40 չէ ոչ թե 23 ու այն մարդիկ են շատ աղքատ ապրում որ դպրոցում լավ չեն սովորել բա լավ սովորածներն ինչ անեն որ առանց գործ են մնացել հա որտե նայում ես որ գործին նայում ես իրանց շրջապատի մարդիկ են էլ ոնց կարա այն լավ սովորողը եթե տենց շփումներ չի ունեցել ինչ որ կուսակցությունների հետ ինչ որ կազմակերպությունների հետ այդ մարդը մի լավ հաջողության հասնի բա հարց չեն տալի ինչ են այս երիտասարդները փախնում այս երկրից չունենք շատ լավ ուղեղով երիտասարդներ ունենք որոնք որ ոչինչ չեն ստանում այս պետությունից ոչ աշխատանք ոչ կարգին աշխատավարձ ասել եմ նորից եմ կրկնում առանց մտածելու դատախազը $7,000 աշխատավարձ է ստանում հաշվեք իր տարեկանը բաժանեք ստացեք դոլարով կտենակ ինչ կան ստանում այդ երեկվա երեխեն որ դպրոցն ավարտել է համալսարան ավարտել է այսօր դարել է դատախազ ստանում է այդքան ոչինչ չունի արած այս երկրի համար ինչի որ կոռուպցիան են չասում դրան հա որ կաշառք չվերցնեն կաշառք չի վերցնում բայց անում են ինչ որ ասում են մի բան եմ ուզում գծեմ որ ասում եմ ով փաստորեն իշխանական համակարգում չի եւ այդ բարձր աշխատավարձը չի ինքը անգլագետը ում լավ չի սովորել չէ նշանակում ինքը բարոյականություն ունի որ իշխանական համակարգում չի ինքը անգլագետ չի ինքը բարոյական է ինչ արել է ստականքը դու եթե ուզում ես ապրես սկզբից ասում եմ կարաս բիզնեսով զբաղվես հա հիմա առահա իր բախտից ոչ մեկ բիզնեսով այն էլ միջին բիզնեսով չի կարող ապրել այնց ոնց որ թույլ կտալի իրեն ասենք մի 10 տարի առաջ կամ 7 տարի առաջ թեկուզ հա որովհետև բիզնեսը միջին ունենալու եւ զարգանալու համար դու պետք է ունենաս իրան ճիշտ հարկային դաշտ այս տարվա հարկային օրենքներով ինքը գնդակահարեց անցած տարվա այս տարվա հունվարին դուրս եկած հարկային օրենքով գնդակահարեց միջին բիզնեսը որ Հայաստանում մնան ապրող բացառապես կուսակցական այսինքն դու կամ իմն ես կամ չես ապրում դու կամ իմ ստրուկն ես իմ հոտի գլխականակի մեջ ես կամ դու չես ապրում ինչ ուզում ես արա հարկերը անենցա դրած որ դու 1 տարի հետո որտեղ ցանկացած բիզնես եթե չունեցավ ինքը եկամուտ որ ինքը ներդրի 1 տարվա 2 տարվա հետո ինքը փակվում է ինքը անենց արեց որ այս 1 տարվա մեջ ոչ մի բիզնեսմեն ոչ մի նոր բան նոր ներդրում նոր հնարավորություններ չունենա որը նշանակում է մի բան ինքը լճանում է ու ինքը սկսում է կամաց փակվել ինքը հասկանում աղբե ջան ես աշխատում մենակ հարկ եմ տալիս էլ այս բիզնեսը եկամուտաբեր չի նշանակում է չի կարող զարգանալ նշանակում է արդեն մտածում է կամ գնալու մասին կամ փակելու մասին բա ոնց ապրի ով ապրում ճիվաղների շերտը գլխականակը ինչ անեմ դառնամ գլխականակ թե մարդ մնամ այսա սարքում է դիլեմա ինքը սարքում է մտածելու թեմա այսանով սպանում է երկիրը իսկ գետասարներից այն շերտը որ ինքը չի ուզում դառնա իրանցից մեկը ինչ անի բիզնես հնարավոր չի դառնալ իրանցից մեկ ապրելու համար արժանապատվությունը ցույց չտալի ինչ անի մտնում արտագաղթելը
Էլ չեմ ասում ապրելը դժվարանում է, որտեղ օդ չկա, շունչ չկա, ամեն ինչ թանկ է, հարկերը բարձրացած է, անես եւ բանը հարկերը դրաստանների վրա, որ ես էլ ասեցի, չէ՞։ Արդեն 3-4 անգամ թանկացել է տների հարկը։ Այսինքն դարձնում է անհնար ապրելը մեծ մասամբ համար։ Հիշում եք Տիգրան Սարգսյանը ինչ էր ասում։ Ասում էր, «Եթե գնան ինչքան շատ գնան, այնքան միտինգանողները քիչ կլինեն»։ Նույն ծրագիրն է, նույն տրամաբանությունը։ Ամբողջ ԿՊ լրտեսա, սկսեն դրանից նրանք հայ չեն, որտեվ իրանք սա բանը Թուրքիայի, Ադրբեջանի, Ալիևի թեզերն են անում, ջիժանտերը, անորմալը, սա երկիրը տարի կործանել է։ Իսկ մեր ազնիվ չի հասկան, որ այդ բոնժետ Ալիևա ինչ է, քլուն քիթը։ Սա մեր հողերը բեկալում է, ինչ ասեմ, բալես, ուղղակի ինքան վրդոված եմ, էլ չասելու, բարը չեմ գտնում, էլ ինչ ագնը սիրած, միրած, մերնեմ քեզի, դրանք սաղ իրանց կպն թուրքը պատանք են։ Դժվար է չհամաձայնվել, ուղղակի ցավներն է, որ ոչ բոլորին է հասու, այս բաց ճշմարտությունը։ Սա եմ ուզում ձեզ ցույց տամ, Բերդի համայնքապետարանը հետաքրքիր բան է տարածել, ուրեմն շինարարության ժամանակ, փաստորեն, շինարարություն անելու ընթացքում միջին բրոնզեդարյան խեցի են հայտնաբերել 4000 տարվա պատմության։ Կեսմիկ, այս է նկարները։ Շինարարության ժամանակ բան են քանդել ու 4000 տարվա խեցի են։ Բերդում։ Դե հիմա մեկի համար սա իր պատմությունն է, մեկի համար դե մարդը ինչ անեն, քանդի թող գնա։ Հիմա մարդը դրանով է տարբերվում, այն հայտնի կենդանուց, որը հիշողություն ունի, որը հոգևոր կապվածություն ունի, որը կարողանում է գնահատել։ Այսօր մասնավորապես սկանդինավյան երկրներում վերականգնվում է ավելի շատ, դեմքով հետ են նայում իրանց վիկինգների անցյալին, իրանց տրադիցիաներին, խաղերին, կերպարներին, տոներին, որովհետև իրանք այտենց կարողանում են գտնել իրենց ինքնությունը, վերականգնել, ավելի նշանակություն տալ, իմաստավորել իրենց գոյությունը, հասկանալ, որ իրենց համար հերթական ինչ-որ բան չեն, բիոզանգվածը չեն, էլի։ Իրենք ինչ-որ մի բանի կրողն են։ Հիմա մենք, որ ասեմ կրողն ենք, բան կլինի, շատ քիչ կլինի։ Մենք էլ ենք կրող։ Այսինքն որ կողմ ինչ ուզում ես քանդի, Բերդում փողոց են քանդում, ասենք Բերդ համայնքում, փողոցը քանդելուց գտնում են էսի։ Դուք պատկերացնում եք մենք ինչքան ունենք, մեզ պետք չի գնալ հատուկ ինչ որ քարանձավներում բան հետ փնտրել, հա, սարերի գլխին կորած։ Չէ, ապեր մեր փողոցներում այդ։ Ես երրորդ մաս եմ ապրել ծնվել։ Մեր զանգուն ամբողջը, այդ որ խաղում ենք փոքր ժամանակ իջնում ենք լողանալու, ցոգոլ բան ուտելու, ամբողջը հենց այդ տարածքներն է։ Այնտեղ մենք հիշում եմ խաղալուց տներ ենք տեսնում, որտեղ մարդիկ ապրել են, որ տուն ասում են դա փոքրիկ քարանձավերն էր։ Երևում է որ ժամանակին դա մարդ է ապրել։ Այսինքն դա մեր հին բան է, զանգուն էր էլի։ Հրազդան գետը։ Ես չեմ ասում կողքը կարմիր բլուրը։ Կարմիր բլուրում մենք վազվզում էինք, փողոց բաներ, ֆուտբոլ էինք խաղում, բան էինք անում։ Կարմիր բլուր, մենք ինչ իմանանք այդ բլուրի տակ, մի ամբողջ պատմություն է։ Ես ես վերջերս եմ ասում, այն ժամանակ մենք չգիտեինք։ Գերեզմանը այդքան մոտիկ չէր, բավականին հեռու էր Կարմիր բլուրի գերեզմանը։ Կարմիր բլուրը ուրիշ տեղ է, այսինքն ոչ թե ուրիշ տեղ է, էլի նույն տեղն էր, որի գերեզմանը այդքան մոտիկ չէր եկել Կարմիր բլուրին։ Այդ ճանապարհը չկար։ Ինքը լրիվ ուրիշ խաղաղ վիճակ է։ Մենք չգիտեինք, որտեղ ֆուտբոլ ենք խաղում, տակը։ Ախպեր, տակը մի ամբողջ պատմություն է։ Ես հիշում եմ, որ կնոջն ու բանը աղջկաս այդտեղ է մեքենա քշել ծոր ասել։ Էլի դες պատտվում ենք այդ ասկով։ Ես չգիտեմ որ այդտեղ բան կա տակը այդպես։ Հետո եմ կարդում որ Պյանկովսկին բացել է, գտել է, փակել է, որպեսզի չփչանա, միջև ունենան տեխնոլոգիաներ, որ դա բան կլինի։ Շենգավիթը
Այն մանկական հիվանդանոցի, տեսելով մանկականն ա կարծեմ, այդ բլուրի վրա ով ապրոմա գիտի այդ կամուրջի արդեն անուններն եմ մոռանում պես Երևանյան լճի կամուրջի կողք հիվանդանոց կա այդ հիվանդանոցի բլուրն էլ է ինքը հնագիտական վայր այդ բլուրն էլ է ինքը հնագիտական վայր ասկան այդ հնագիտական վայրը մեր համար ունես մի բան չի շատ հեռու քայլում ենք կողքներս այդ ամբողջ հնագիտական վայրը այդ չեմ ասում էլ Էբունիում ապրողները հնագիտական վայր հեն այն ու մենք չենք հասկանում այդ իրականում ինչա չենք գիտակցում որ դա ընդամենը բան չի սա մի ամբողջ բեռ է պատմական մեր վրա որի գիտակցումից մենք չենք կարող կռացած քայլենք որ սկսենք հասկանալ մենք ինչ ժառանգության կարող ենք մեր մեջ չի կարող Նիկոլ առաջանալ Նիկոլ առաջանում է այն տարածքներում որտեղ սեփական արժանապատվության գիտակցություն չկա որտեղ ընդհանրապես գիտակցություն չկա որտեղ ոչ մի արժեք չի աշխատում հիմա ես ոնց համատեղեմ այն ինչ որ մենք ունենք պատմական իմաստով նրա հետ այն ինչ որ մենք ունենք գետնի վրա ոնց ես դա համատեղեմ չի տեղվում ու այս տականքը որ եկել է մեզ ասում է ախպեր մենք պասպորտ չունենք մենք կադաստրի վկայական չունենք հեսա վիժվածք քեզ էլ կադաստրի վկայական 4000 տարբեր կադաստրի վկայական լավ է քեզ դե գնա Ալիևի 10 թոտես մի բան գտնի իսկ վերջում ես այս վիդեոն եմ փոքրիկ ուզում ցույց տամ նայեք ֆենոմենալ վիդեո սա նրանց համար ով մտածում է որ մեր վերջը եկել է մենք չկանք արդեն սա բանի արհեստական բանականության սարքած վիդեո չի նայեք Քեսիք արդեն կուլ էր տվել բանը ախունիկին ձկնկուլը կուլ էր տվել արդեն կոկորտի մեջ էր բայց օգնությունը հասավ տեղ եւ կոկորտից հանեց փրկին սա նրանց համար եմ ցույց տալի ով արդեն հանձնվել է ով արդեն հարմարվել է իր վերջի հետ եւ մտածում է վերջ ամեն ինչ այսինքն ով ուզում է հարմարվի իր գործն է բայց ես ասում եմ չէ ու չէ տեսակ ես վիդեո կոկորտի մեջ էր բացեց անից Առնվազն մեր պատմության ընթացքում մենք այնքան ենք sense կոկորտի մեջ եղավ որ sense բացել են դες անել են ընդերից Ես չեմ ասում որ սպասենք որ միջև մեկը մեզ հանի ուզում ասեմ մենք արդեն այս վիճակներում եղել ենք Հիմա մենք կարող ենք ցույց տալ որ այս վիճակը գա որ ինչ որ մեկը գա հանի կամ չհանի Մենք այս վիճակներում արդեն եղել ենք մի քանի անգամ Մենք կարող ենք ցույց տալ որ այս վիճակը հասուն է Իսկ եթե նույնիսկ լինի է չի բացառվում մեզ էլի այս ձևով Այսօր բամա հասկանա լավ մնացեք